Յուքոմը եւ Արևորթի բնապահպանական հասարակական կազմակերպությունը միավորելով իրենց ջանքերը Հայաստանում էկոլոգիական մշակույթի զարգացման ուղղությամբ բնապահպանական եւ կրթական միջոցառում էին կազմակերպել վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի անտառակայանում։ Ցանկացած տեխնոլոգիական ընկերություն, որ ունի հնարավորություններ, ունի կարողություններ, կանաչ մտածելակերպը կամ կանաչի թեփ ուշադրությունը կամ շրջակա միջավայրին պետք է ունենա իր ընդհանուր բիզնես ռազմավարության մեջ հատուկ ուղղություն իբրև ռազմավարություն, որովհետև մենք ունենք հնարավորություններ տեխնոլոգիան կիրառել, որ կարողանանք շրջակա միջավայրը մաքուր պահել կամ ինչու՞ չէ նպաստել ավելի մաքուր լինելու համար։ Յուքոմի աշխատակիցները լեռնային լանդշաֆտների վերականգնման եւ էկոհամակարգերի դիմակայունության բարձրացման նպատակով Արևորթի ՀԿ-ի եւ FPWC-ի մասնագետների աջակցությամբ Ուրցաձորի անտառակայանում տնկեցին մրգատու ծառեր։ Նախաձեռնությունն իրականացվել է առանց թափոնների սկզբունքով, բացառելով միանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը եւ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Համագործակցության շրջանակում տարվա ընթացքում նախատեսվում է տնկել 10,000 ծառ, ձևավորելով Յուքոմի անտառը UForest։ Մենք այսօր համաշխարհային իրավիճակով, այնտեղում ենք, երբ ցանկացած մարդ պիտի սկսի մտածել բնապահպանական խնդիրների մասին։ Իսկ մեծ կազմակերպությունները, մեծ բիզնեսները շատ մեծ ուժ եւ դեր կարող են ունենալ այս հարցով, մանավանդ ներգրավելով իրենց թիմերին, խոշոր ֆինանսական միջոցներ եւ ավելի մեծ հարթակներ ունեն համաշխարհային տարբեր հարթակներում այս մասին բացրաձայներով։ Ինչպես նաեւ հենց բիզնեսներն են, որ ամենաշատը ունեն ածխածնային հետք եւ դրա կրճատման բնապահպանական խնդիրների մասին մտածելու առաջնահերթությունը շատ կարեւոր է իրենց համար։ Յուքոմի եւ Արևորթի ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկել են նաեւ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության համաժողովը։ Քննարկման ընթացքում կարևորել են նաեւ մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության համագործակցության կարեւորությունը, որպես Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման եւ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու առանցքային գործոն։ Ալադավթյան, Էպիկենտրոն։